Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ամրապնդելով համագործակցությունը Ապաստանի համակարգի զարգացման, փախստականների պաշտպանության ոլորտում։ Ստորագրված փաստաթուղթն արտացոլում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի շարունակական հանձնառությունը, ուղղված ոլորտի լիազոր մարմնի կարողությունների զարգացմանը եւ դիմակայուն համակարգերի ամրապնդմանը։ Գործընկերությունը միտված է ինստիտուցիոնալ լուծումների բազմազանությանը, ապաստան հայցողների եւ փախստականների պաշտպանության ամրապնդմանը եւ ոլորտի գործիքակազմերի եւ մեխանիզմների զարգացմանը, ինչպես նաեւ շահառու խմբերի ներկայացուցիչների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ապահովելով միջազգային չափանիշներին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համահունչ որակյալ ընթացակարգեր, ապաստանի տրամադրման ոլորտում արժանապատիվ ընդունելության կարողություններ եւ անհրաժեշտ աջակցության հասանելիություն, ասվում է հաղորդագրությունում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում լայնածավալ միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման եւ հսկողության Զվարթնոց եւ Էրեբունի բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի չհայտարարագրված կանխիկ արտարժույթ, ընդհանուր 956,400 եվրո կանխիկ դրամական միջոց։ Էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ինչպես նաեւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ կազմել են համապատասխան արձանագրություններ։ Այժմ իրականացվում են օրենքով նախատեսված հետագա գործողություններ։ Գեղարքունիքի մարզում արդեն կատարվել է 12230 հեկտար գարնանացան։ Մարզի տնտեսություններում արդեն ցանվել է 6750 հեկտար գարի, 4142 հեկտար կարտոֆիլ, 369,5 հեկտար կերային մշակաբույսեր, 436,3 հեկտար գարնանացան ցորեն, 207 հեկտար բարսակ, 153 հեկտար լոբի, 37 հեկտար այլ հացահատիկ, 34 հեկտար բոլոր, 5 հեկտար ոսպ, 5 հեկտար սիսեր, 9 հեկտար գազար, 2 հեկտար վարունգ, 3 հեկտար լոլիկ, 8,4 հեկտար սեղանի ճակնդեղ, 44 հեկտար բանջարանոցային այլ մշակաբույսեր, 3,1 հեկտար սոխ, 18 հեկտար տեխնիկական մշակաբույսեր, 2 հեկտար այլ կերային մշակաբույսեր։ 2025 թվականին կատարված աշնանացան ցորենի 14770,5 հեկտար ցանքերը ըստ մոնիթորինգի արդյունքների հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գարնանացանի աշխատանքները որոշակիորեն ուշացել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև հունիսի առաջին կեսին։